կշարունակենք։ Շնորհակալ եմ, հաջորդ։ Հանրակրթության վարչությանը հանձնարարական համար 68 զեկուցել Երևանի մանկապարտեզներում տեղադրված տեսահսկման համակարգերի միջոցով վերահսկողական գործառույթի իրականացման ընթացքի մասին։ Պարոն քաղաքապետ, ներկայում տեսահսկման համակարգեր տեղադրված են Երևանի ենթակայության 42 մանկապարտեզներում, թվով 1700 տեսախցիկներ, որոնք այդ 42 մանկապարտեզներում 353 խմբերի են սպասարկում, այսպես ասած, եւ վերահսկողական կենտրոնացված դիտարկում իրականացվում է ամենօրյա հաճախականությամբ բոլոր կառուցահատվածներում մանկապարտեզների, դիտարկող մանկապարտեզների ընտրանքն իրականացվում է ինչպես պլանավորմամբ կամ պատահականության սկզբունքով, այնպես էլ ահազանգերի արձագանքման շրջանակներում։ Օրվա տարբեր ժամերի իրականացվող դիտարկումները կատարվում են ինչպես կենթանի ժամանակում, այնպես էլ որոշակի ժամկետով պահպանվող տեսաձայնագրությունների դիտման միջոցով ամսաթվի, ժամի եւ տեսահսկման արդյունքների ամրագրմամբ։ Դիտարկման շրջանակում թերացումների արձանագրումների հիման վրա անմիջապես կապ է հաստատվում մանկապարտեզների տնօրենության հետ, անհապաղ միջամտությամբ պարզելու, պարզաբանելու եւ կամ շտկելու իրավիճակը։ Այսպիսով 2025 թվականի 4-րդ եռամսյակի մշտադիտարկման արդյունքները հետևյալն են։ Արձանագրված թերացումների 22%-ը վերաբերում են օրվա ռեժիմին առնչվող կամ կենցաղային բնույթ կրող բաց թողումներին, ֆիզիկական միջավայրի անվտանգային ռիսկ ենթադրող գործոններին վերաբերող արձանագրումները շուրջ 8%-ն են, 23%-ը վերաբերում է պարապմունքների բովանդակությանն առնչվող կամ այլ հարցերի, իսկ երեխաների նկատմամբ վերաբերմունքի կամ եթե կարելի ասել կասկածելի վերաբերմունքի առիթ տվող արձանագրումները կազմում են 48%-ը։ Ինչու եմ ասում կասկածելի, որովհետև որոշ դեպքերում թվացյալ տարբերվող վերաբերմունքը, օրինակ կերակրման ժամին սաներից մեկի առանձնացումը խոսակցության ընթացքում պարզվում է, որ պայմանավորված է երեխայի առողջական առանձնահատկություններով եւ հատուկ սննդակարգի պահպանմամբ նպատակահարմար է այսպես ասած այդ առանձնացումը, իսկ այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ տեսահսկումն իրականացվում է նաև Երևանի ենթակայության մանկապարտեզներում արդեն 1 ամիս գործարկված վաղ մանկության 2 խմբերում, որոնցում իրականացվող դիտարկումների արդյունքները փաստում են անձնակազմի բարեխիղճ, սրտացավ եւ արհեստավարժ աշխատանքը։ Հատուկ ուշադրություն ենք դարձնում հատկապես այդ 2 խմբերին։ Շնորհակալ եմ, Տիկին Խաչատրյան, սա կարծում եմ նույնպես շատ կարևոր որոշում էր, որ մենք կայացրեցինք տեսահսկման սարքեր տեղադրել մեր մանկապարտեզներում եւ կարծում եմ մենք չպետք է սահմանափակվենք միայն 42 մանկապարտեզներով, որ տեղադրել ենք, այլ նաեւ այս աշխատանքը շարունակենք եւ ամբողջացնենք ամբողջ Երևան քաղաքով, որովհետեւ վստահորեն սա մեր երեխաների մատուցվող ծառայության որակի բարելավմանն է միտված եւ ինչպես եւ պայմանավորվել ենք այս տեսահսկման սարքերի հասանելիությունը շատ լիմիտավորված մարդկանց քանակ պետք է ունենա եւ արդեն դուք իհարկե կարող եք քննարկել նաեւ վարչական շրջանների հետ իրենց ներգրավվածությունը այս process-ում, որովհետեւ իրենք անմիջականորեն մանկապարտեզների հետ աշխատող անձնակազմ ունեն, բայց որ այս որոշումը կարևոր էր եւ այս որոշման արդյունքում մենք նաեւ կարողանում ենք հսկել եւ զգոն լինել եւ կարելի ասել նույնիսկ արդեն կանխարգել վատ երևույթները, որոնք որ եղել են որոշ դեպքերում մեր մանկապարտեզներում, մասնավորապես երեխաների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորումները կարելի ասել գրեթե բացառում ենք այս մեխանիզմներով։ Հաջորդը Իրավաբանական վարչությանը հանձնարարական համար 90 ներկայացնել տեղեկատվություն Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի ընթացքի մասին։ Պարոն քաղաքապետ, ինչպես զեկուցել ենք նախորդիվ, Երևանի թիմ եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը տարածքային զարգացման եւ շրջակա միջավայրի նախարարական կոմիտեում ստացել է դրական եզրակացություն պայմանով,
Մասնավորապես նախագծում տեղ գտած մի քանի առանցքային կարգավորումների վերաբերյալ առաջարկել էին իրականացնել լրացուցիչ քննարկում։ Ձեր մասնակցությամբ վարչապետի մոտ հունիսին թվականի հունվարի 16-ին տեղի ունեցած խորհրդակցության արդյունքների հիման վրա ներկայացված դիտարկումները ներկայումս լրամշակվում է այդ դիտարկումների հիման վրա մեր կողմից նախագիծը եւ առաջիկա օրերի ընթացքում կներկայացվի կառավարություն արդեն կառավարության նիստի օրակարգ ներկայացնելու համար։ Շնորհակալ եմ, պարոն Մարգարյան, վերջին հատվածը քննարկումների պարոն փոխվարչապետի մոտ իրականացնել ենք, արդեն թե դեռ ոչ։ Պարոն քաղաքապետ, լրամշակումը իրականացնում ենք, ներկայումս այդ քննարկմանը մասնակցող գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկումներն են իրականացվում։ Որովհետև ունեինք երկու քննարկում ունեցանք եւ ունեցանք մի հատված, որը պետք է փոխվարչապետի մակարդակում քննարկումը տեղի ունենար եւ փակեինք։ Հիշում եք ինչի մասին։ Հասկացա ինչի մասին եք, բայց պարոն քաղաքապետ, կարծես թե կարող է այդ քննարկման անհրաժեշտություն չլինի։ Մենք ներկայումս աշխատանքային կարգով քննարկում որ անում ենք, կարծում եմ այդ բոլոր հարցերի շուրջ համաձայնություն կգա։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, Երևանի թիմ օրենքի նոր օրենքի նախագիծը էական փոփոխություններ կբերի Երևանի քաղաքապետարանի գործառույթների մեջ եւ իրականում տասնամյակներ կուտակված այն խնդիրները, որոնք որ դուք լեգիտիմորեն մեզանից պահանջում եք եւ մենք իրավական մեխանիզմներ դեռևս չունենք այդ խնդիրները լուծելու կամ բավարար չեն այդ մեխանիզմները, այս նախագծով լուծվում են, այս նախագծով այդ հնարավորությունները եւ լիազորությունները տրվում են եւ իրականում Երևանի թիմ օրենքի նոր օրենքի նախագծով մենք շատ ու շատ խնդիրներ կարողանալու ենք լուծել, որոնք որ նախկինում չենք կարողացել։ Դրանից հետո իհարկե իրավական մի մեծ աշխատանք պետք է իրականացվի արդեն հավաքանու որոշումների փաթեթների ընդունելու հետ կապված ահռելի ծավալով նոր որոշումներ պետք է ընդունի հավաքանին, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ սա նոր էջ է բացելու Երևանի կառավարման տեսանկյունից եւ այն տասնամյակներ կուտակված խնդիրների տեսանկյունից, որոնք որ հուսով եմ, վստահ եմ, նույնիսկ կարող եմ ասել վստահ եմ, կլուծվեն շատ ավելի էֆեկտիվորեն նոր մեխանիզմներով։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, այսքանը։